Ողջույն հայրենակիցներ, մարտի 31-ն է, այսինքն մարտ ամիսը կարծես թե անցավ։ Բոլորդ հիշում եք, ես հիմա մեծ ճիգ գործադրելով, որպեսզի սուր արտահայտություններ չանեմ, խիստ գնահատականներ չտամ, անդրադառնում եմ այն փաստին, որ Հայաստանի իշխանություն կոչված ոչնչությունները, ում գաղափարախոսության հիմքում սուտն է, ստախոսությունը, եւս մեկ անգամ հրապարակավ ծայրագույն ամբարշտությամբ խախտեցին իրենց տված խոստումը, այն էլ կապված սահմանադրության հետ։ Հիմնական օրենքի նախագիծը մարտին պատրաստ կլինի, ասում էին իշխանության բոլոր գործիչները։ Եվ ինչ, ես հատուկ սպասեցի, որ օրն ավարտվի, մի քանի րոպեից մարտի 21-ն ավարտվում է, այսինքն մարտ ամիսն ավարտվում է։ Երանի թե վաղը պարզվեր, որ ես սխալվում եմ, ինչ-որտեղ հրապարակել են, ես չեմ տեսել, բայց ինչպես կարող է հրապարակվել ոչ պատրաստ նախագիծը։ Չէ՞ որ այդ խորհրդում միայն Նիկոլի Խամաչիկները չեն, այնտեղ կան նաև ինչ-որ արժեքներ ունեցող մարդիկ, որոնք ասած են ինչ-որ բան կա պատրաստ։ Գիտեք, երբ սահմանադրության մասին խոսում ես, աշխարհում մոտ 500 սահմանադրություն կա, հին եւ նոր։ Միշտ էլ կարող ես ինչ-որ հատված վերցնել, ասել ինչ-որ բան պատրաստել եք, բայց դուք խոստացել եք սահմանադրություն։ Դա հարցի մի կողմը, բայց դուք ստացել եք դեռևս 14 թվականին պաշտոնական շրջանառության մեջ գտնվող եւ ձեզ վերջերս փոխանցված սահմանադրության նախագիծ։ Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարը պաշտոնական նամակով ինձ ասել է. «Պարոն Հայրիկյան, ձեր նախագծում արկա առաջարկությունները քննության կառնենք»։ Ես էլ ասել եմ, այ անշնորհք անգրագետ օրինախախտ։ Օրենքում ասված է ոչ թե նկատի ունենալ կուսակցությունների մասին սահմանադրական օրենքում, այլ քննարկել։ Քննարկելու համար դուք պետք է իհարկե ունկնդրեիք դա, ինձ էլ պիտի կանչեիք։ Ձերը չեք հրապարակում, որովհետև պատրաստ չի, որովհետև դուք շարքային ստոր ստախոսներ եք եւ անբարոյական։ Բարոյականության հիմքը ճշմարտությունն է։ Ճշմարտությունից շեղվելը դա անբարոյականություն է։ Ստելը ձեզ համար գործելակերպ է, ձեր սկզբունքային կեցվածքը։ Բոլոր հարցերում եք ստում։ Այժմ երկու խոսք մեր քաղաքական գործիչներին։ Հունիսին տեղի ունենալիք ընտրությունները կուսակցական ընտրություններ են։ Քաղաքացին ընտրելու է քաղաքական ուժերի։ Հիմա այդ քաղաքական ուժերի վերաբերյալ օրենքը նրա ամենակարևոր դրույթը խախտվել է։ Դուք ես ինչ մարդ եք, անուղիղ եք, թե ական չունեք։ Չեք լսում ինչ եմ ասում։ Այն ինչի համար պիտի ընտրություններից հետո աշխատեք, ձեզ կոտորեք, որ մերկացնեք։ Հիմա պետք է կանխել։ Հիմա ակնհայտ է, որ այն իրավունքները, որով դուք գնալու եք ընտրությունների, իմ մասին չեմ ասում, ես թքել եմ այդ ընտրությունների վրա։ Ես տիեզերական բաներ եմ ընտրել երբվանից դեռ 50 տարի առաջ։ Ձեզ համար է աթոռը կարևոր։ Ես բանտի աթոռով ես ձեզ համար 1000 անգամ ավելին եմ արել, քան դուք արել եք ու կարող եք անել։ Բայց խոսում եմ ձեր իրավունքների մասին։ Դուք այնքան անուղեղ եք, որ ձեր իրավունքներն է չգիտեք։ Ես բոլորիդ հրավիրում եմ ապրիլ ամսի մեջ բոլոր քաղաքական ուժերին միասին գնալ բողոքել կուսակցությունների իրավունքները խանգարելու դեմ, խախտելու դեմ։ Գործը արդեն տրված է դատախազությունը, ինչ եք վեր ընկել տեղներդ, ճամարտակում եք, այս կանենք, այն կանենք։ Գործը այսօր պիտի արվի։ Այսօր պիտի թույլ չտաք, որ վաղը նա կարգին մարդը կանխարգելում է բացասականը։ Դուք ասում եք բացասական որ լինի, հետևից կաշխատենք, այ իդիոտ եք դուք։ Չեք լսում ինչ եմ ասում այսքան ժամանակ։ Ուրեմն մարտ ամիսն ավարտվեց, նախագիծը ներկայացված չի, նույնիսկ այն հատվածները, որ իբր պատրաստ են, ներկայացված չի։ Ես երկար չեմ խոսում այսօր, ուղղակի ձեր ուշադրությունը հրավիրեցի այն բանի վրա, որ նորից գործ ունեցանք իրենց համար սրբություն համարվող ստի կեղծիքի խաբեության հետ։ Եվ այս պայմաններում մտածել ընտրությունների մասին այսօր ոչինչ չանել։ Դուք ապուշ չեք, ասում եք քրիստոնյա ենք, այ հիմարներ, ամեն առիթով ասում եք քրիստոնյա ենք։ Ինչ է ասել Տերը։ Եվ մի մտածեք վաղվա օրվա մասին։ Այսօր արեք այն ինչ որ պարտավոր եք անել։ Դուք անուղեղ եք։ Բնական է որ որոշ բաներ չիմանաս։ Ես էլ շատ բաներ չգիտեմ, բայց լսում եմ իմացողին, նրա ասածն անում եմ։ Դուք իրավունք չունեք կուսակցությունների իրավունքները խախտողների հետ որևէ գործարքի գնալ։
Իսկ ընտրություններ գնալ նշանակում է հավատալ դիմացինին ու գնալ, որ մարդիկ ընտրելու հնարավորություն ունենան։ Սրանք հանցագործ են, կոռուպցիոն հանցագործներ։ Դուք դա թողնում եք բնականon ընթացքում, ասում եք հանցագործ եք, բայց լավն եք, մեր հետ չեք արել, Հայրիկյանի հետ եք արել։ Ապուշներ։ Հայրիկյանը Հայրիկյան չի, ձեր անկախության պայքարի առաջնորդն է։ Հայրիկյանի եւ իր ընկերների պայքարի շնորհիվ մենք միջազգային իրավունքի ենթակա։ Թե չէ ռուսական պրովինցիա պիտի լինեիք ու ուրախ գոռայիք, հրճվեիք, որ ինչ լավ է, մենք չխելացեինք։ Գիտեմ ձեզ, հիմա ամփոփում եմ։ Հերթական նշանը ստացանք ամենակարողից, որ ես ճիշտ եմ ասում, որ դրանք ստախոս են։ Դեռ հունվարին ասում էի, սրանք չեն կարող հասնել։ Չնայած իրենց գրածը էշությունը լրիվ ծայրից ծայր։ Մուսոլինիի սահմանադրությունը դուք պատկերացնում եք, բայց անգամ դա չհասցրին։ Այս նախազգուշացումը հիշեք, տեսեք, մոտավորապես Հարության տոնից հետո, Հարության տոնը ամենահայկական տոնն է, որովհետև Քրիստոս իար եղավ, գնաց դարձավ Արմեն, Արմենիա, ամենահայկական տոնն է, հասկացեք, չգիտեմ ինչի մեր լեզվագետները դա չեն վերլուծել, որ հարյավը գալիս է ար բառից, իար եղավ, դարձավ արի նման, այսինքն հայերս ունեինք արդեն հարություն առնող Աստված, մահից կենդանություն առնող, ինչև է, դա հարցի մի կողմն է։ Հարության տոնից հետո, առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում նախնական խոսակցություններից հետո մեծ համազգային հանրահավաք պիտի կազմակերպենք դատախազության առաջուհետ Տիկին կամ օրիորդ Աննային, ասենք լսի այ փոքրիկ, կամ կատարի օրենքի պահանջը քրեական գործ հարուցիր, կամ էլ թռել է տեղից։ Շնորհակալ եմ, որ ինձ լսեցիք։